Եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում, իմ համար անկեղծ ասած անտեսանելի է այդ գործընթացը, ես գործընթացներից մենակ վերջերս տեսա, որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները, ովքեր լրջության կոչեր էին անում, այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում։ Եթե այդ գործընթացը նկատի ունեք, որ մենք այդ գործընթացը իրենց շեղում, ապա միգուցե ցանկացած մարդ, ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին, իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ, ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին։ Մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է։ Երրորդ մարդ չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդ, ով որ չգիտեմ, տեղյակ չեմ, բայց ես դեմ արտահայտվողների մասին, տեղյակ եմ դրա մասին եմ ասում։ Ես կարծում եմ, որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման ենթարկել որևիցե փաստարկով։ Իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանափոխություն Հայաստանում իրականացնելու, այլ որևէ տարբերակ գոյություն չունի։ Եվ վերջացնեմ նախադասությունը, իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների ու իր ամբողջ ազգային ժողովում պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է, որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է կիրառի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ինչը ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ